Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Հայաստան աշխարհը իր հայրենի եւ աշխարհասփյուր ժողովրդով դժընթակ օրեր գաբրի եւ բեկչե թուլամորթ գտնվիլ ամերիկյան բանակը գարկախոս մունի որ շատ կսիրեմ ես when it gets rough when it gets tough, the tough gets going. Այսինքն, երբ որ ժամանակները խրթին գտարնան, անհաղթարելի գտարնան, ամբարդելիները զորաշարժի գանցնին։ Ուրեմն մեզի համար հարգավոր է, որ մեր աշխարհասփյուր ժողովուրդը ռազմագանացած մտքով մոտենա, որովհետև ինչպես որ շատերս գիտենք, ես քյուրարարություն պիտի չնեմ, այս երկրակունքը թուլամորթներու մոլորակ չէ։ Այս մոլորակը հզոր մարդկանց համար է, լալկաններու դեղ չէ։ Իսկ եթե հարվածի տակ գտնվենք որպես ժողովուրդ, բեք չէ էմոցիոնալ ընդունենք։ Ջեներալ Մակարլին շատ լավ խոսք ունի, battleground losses գսե, եւ կանցնենք առաջ։ Այսինքն ռազմաթաշտում մեր գրած վնասները ըստացանք եւ կանցնենք առաջ, էմոցիոնալ փնչիգա։ Այնպես որ մեր ներքին եւ արտաքին թշնամիները այսօր առաջին անգամ ըլլալով պիտի օգտագործենք փառմը, որ արժանի են, դահիճը։ Ուրեմն զոհը եւ դահիճը Զոհը, որբեսի դահիջին դաբալե, պետք է դահիջին զինանոցից օգտվի, կամ կրկնօրինակ է։ Սա ռազմագիտական ձև է։ Եթե դահիջը, օրինակի համար, քարեքինաբաշները եւ հին քողապետականները իր թիմած բոլոր քննադատություններուն իրենք իբրև թե ոչինչ չէ պատահել այս կյանքում, ամեն ինչ նորմալնի, չէ։ Իրենք աներես կսեվանա, չէ։ Մենք ակտիվիստները կսեմ, մենք աներես կերպով, ավելի նախալնի ձևով բայկարը կշարունակենք։ Հիմա իմ զրուցակիցին հայտնի հետազոտող լրագրող բարոն Ոսկամ Քթարյանին պիտի խնդրեի, որ իր վերջին օրերի զարգացումների մասին իր զեկուցումը եւ դեսությունները ներկայացնի։ Բարոն Չապարյան, շատ հստակ է, որ հայրենի իշխանությունը լուրջ հարցերու առջև կգանքնի, որովհետև եկեղեցին դժբախտաբար իր թեմ ելած է, քաղաքական ասպարեզ իջած է։ Այս բոլորին մեջ մենք ինչ պիտի ենք, սիրելիներ, պիտի գնանք անդարբեր, թե պիտի բարձրացնենք բոլոր այդ դժվարություններու մասին, որոնք մեզ կմղեն անպայման, որովհետեւ մենք մեր բաժինը բերենք, գացությունը ոչ միայն մեղմացնելու, գացությունը շտկելու։ Վերջերս Գիլիգիո գաթողիկոսության սահմանները ներս ասկային եկեղեցական ընդհանուր ժողովը դեղի ունեցավ, որում մեջ նաև գար քաղաքական մարմինը, եւ այդ ժողովեն փոխող հայտարարությունները քիչմը, ոչ թե քիչմը, շատ ընդվզեցուցիչ էին, որովհետև երբեք չեն համապատասխաներ ճշմարտության։ Ուրեմն առաջին գեդերը մեկը, որ հայտարարվեցավ Գիլիգիո գաթողիկոսության գայքեչի վրա, եկեղեցի եւ իշխանություն հարաբերություններու մասին էր, եւ այդտեղ գսվի, որ երկու անչափ մարմիններ են եւ երբեք իրավունք չունի իշխանությունը միջամուխ լալու եկեղեցական հարցերու մեջ։ Արամ գաթողիկոսին գուզեմ հիշեցնել, որ ինչպես բադայեցավ, որ երկրի իշխանությունը 1999 թվականին ինքզինքը բարդատրեց եւ քարեքին երկրորդ կաթողիկոսը
այդ աթորին վրա բազմեցուց, երբ ինք Գիլիգիո Գաթողիկոսն էր։ Այդադեն արդյոք որևէ փողոք ներկայացուց Հարությանը ասելով որ սխալ է իշխանության գդարածը չգրնար միշամդել եւ չգրնար ինքզինքը բարդատրել անշուշտ ատկի առաջ նախընթացում ալգար որուն ագնարգեցինք դաղակալ Լևոն Տեր-Պետրոսյանի օրով երբ Կիլիկիո Քարեկին Սարգսյան Գաթողիկոսը արավ դարավ Հայաստան արավ ամենայն հայոց կաթողիկոս փոլորին լրեցուց սպառնալով լադիգա թորքոն բادرիարք որ դեղաբաներ լադիգա բոլսո բادرիարքը հետևաբար անցնենք այս աժան հայդարարությունները մեզի դեղ չեն հասցներ այս ժողովեն փոխող նաև ուրիշ երևույթ մգա որ անպայման քննության գբարդի ենթարկվել ներգոմ է կանոնական հարցերն են Արամ Գաթողիկոս գսե որ եկեղեցական կանոնական հարցերը եկեղեցականներու գվերապերի եւ հետեւաբար ժողովուրդը այս բարակայնի կանգնագե իշխանության կորց շունին այո արամբեապար բայց շմոնակ որ եկեղեցիի ներս նեխազություն կա եւ կանոնակրությունները երբեք չեն հարկվիր հետեւաբար ժողովուրդը որ ինքն է եկեղեցին իրավունք ունի ադիգա կրնա իշխանության մեջ նախարար մալալ վարչապետ մալալ ասկային ժողովի անդամ կրնալալ որոնք հայաստանյաց արաքելական եկեղեցու զավակներ են իրավունք ունին իրենց մտահոգությունները հայտնելու եւ բարձրացնելու այդ անաբագանությունները որոնք տեղի կունենան հայ եկեղեցու անտաստաններս հետեւաբար մի հայտարարեք որ այդ բոլորը եկեղեցականության կորցն է դուք ինչ կորց ունիք աշխարհականներդ այդ ուրիշ հարց որ մեր բոլոր ժողովներու մեծ մասը աշխարհականներ է կպականան անոր նաև իր արցականքը տվավ Աչաբահյան Գաթողիկոսը իր զարանցանքներով ինչ կորց ունիք դուք հայ եկեղեցու օրենքներուն հետ մենք ենք օրենքը եթե գուզենք ցեզի եկեղեցիալ չենք թողուր ինչ կորց ունիք դուք եկեղեցականը գուսակրոնը թե ոչ ասենք հիմար հայտարարություններ մինեք սիրելի սրբազաններ դուք ավելի կբզիկսնեք դուք ասես դուք բարեոխասության մասին պիտի խոսիք մդերեք քաղաքական ասպարեզ 2020 թվականի բادرազմենի հետքը անագգալ երբով երբ ցախողեցան նախկինները հրաբարակ ելլելեի հետ առաջ մղեցին եկեղեցին երբ դուք ինգակ այդ ծուղակի մեջ Պակրատ սրբազան փողոց ելավ փրկելու հայրենիքը գեշշամ դվավ վարչապետին հեռանալու հետո մեկ ու գեշշամ դվավ այս բոլորը իր օրդնություն ուներ Քարեկին Գաթողիկոսեն հետևաբար եւ որ դուք ասես չեք հարկեր եւ հայդարարություններ գնեք գամշտամսելու փողոցային մի զարմանակ եւ որ աշխարհականներ նույն ոճով ցեզի պատասխանեն հետևաբար այս թողոփողեն դուրս ելնելու համար դուք ինքնակնությանը ենթարկեցեք դուք ասես որտեւ եթե չենթարկեք ժողովուրդը բարդավոր է իր բադիվը փրկելու որտեւ եկեղեցին ինքն է Արամ Գաթողիկոս այս բոլորին հետ բարձրացան հբարդորեն իր հրեդորական տոնով գայդարերը մենք էջմիածի գողքին ենք եւ ոչ կսենք այս բոլորին Արամ Գաթողիկոս դուք երբ էջմիածի գողքին եղած եք ատկուզեմ իմանալ 60 տարի Գիլիգիո Գաթողիկոսությունը ղեկավարող մարմիններ հալածած են էջմիածինը հիմա ինչ պատահեցավ որ դեր կգտնիկ էջմիածին չհասկացանք
ժողովուրդն էլ զարմանքի մեջ է։ Գեղոսիկ միասնության մասին։ Մեկ է հայ եկեղեցին, այո, բոլորս կհավատանք մեկ է։ Բայց քորդական ցույց տուր, արամ գա թողոս, որ դու կհավատաս այդ միության։ Այսօր 33-ի վեր, 1933-ի վեր դխրարչակ սպանութենեն Թուրյան Սրբազանին, 1957-ին աստին Ամերիկան երկու թեմ ունի։ Ինչ միասնության մասին խոսիկ։ Եթե իսկապես խորապես կհավատակ, միացուցեք թեմերը։ Ժողովուրդը չսե որ եկեղեցին կացին, չկա որ եկեղեցին, մեկ եկեղեցի կա։ Այդ եկեղեցու զավակներ են բոլորս։ Միասնության լոզունգ մի թափեք օդի մեջ։ Հրեդորապանութենեն իջեք կորզնագանի, որտեղ ժողովուրդը հոգնած է ծեր շրտնային ծառայություններեն։ Չմոռնաք նաև այս արիտով հիշեցնեմ։ Կարեկին երկրորդ դագավին այդ աթորը չփռնակրաված եւ այրարադյան թեմի առաջնորդն էր։ Լրակրողին բացայդորեն մամուլի մեջ արտանակրված է։ Չեր ջանշնար ոչ գիլիգյո գաթողոսությունը, ոչ ալ գիլիգյո քահագալը։ Հիմա ոտքի ելածեք, զորակցություն գայտնեք, մեկ որ ցեզի չջանշնար։ Չեմ հասկնալ, մարդիկ ինչ բիիս են ցեզի, ինչ նգարակրի դեր մարդիկ եք որ ամեն օր հեղուկ փամը գահայդարարեք։ 2020 թվականին երգերը արհավիրքի մեջ էր, բادرազմ գործունեացած էինք։ Որուն նախորյակին երգրի վարչապետը ընդրված իր ժողովրդեն այցելած էր Լիբանան, եկավ Գիլիգյո գաթողոսության ծեր աչը համբուրելու։ Այդ ելույթի մեջ YouTube-ի վրա է, գրնան մեզ լսողներ դիտել։ Այդտեղ հայտարարեք լորդնաշուրթն եւ գկովերքեք վարչապետը Նիկոլ Փաշինյանին։ Եվ գսեք բատմակեդ է, քրող է, Արաքել Թավրիժեցի գարտացող է եւ գթարնակ ամիջապես ծեր միապաններում գսեք դեսեք մեր վարչապետը դուք Արաքել Թավրիժեցի գարտացած եք։ Այսքան նսեմացուցիկ ծեր միապանները, որոնք շատ լավ գիտեն թե Արաքել Թավրիժեցին ով է։ Հիմա այս փոլորեն յետքը եկավ 2020-ի դխրահարչակ քաղաքական վիճակը։ Ինչ պատահեցավ, ոտքի ելա Կարեկին երկրորդի հետ հայտարարեցիք եւ ուզեցիք վարչապետին հրաժարականը։ Չհասկացան, փոխանակ մխիթարելու, որ երկիրը այդքան դակնաբի մեջ է, փոխանակ սեր քարոզելու, համերաշխություն քարոզելու, փորձեցիք իշխանությունը դաբալել։ Ինչ իրավունքով դուք որ միշտ կհայտարարեք եկեղեցի եւ իշխանություն երկու դարբեր գազագերբություններ են, entity-ներ են ծավալում։ Իրավունք ունին իրարու միջամխլալու։ Դուք ինչպես դուք ցեզի իրավունք տվիք վարչապետին հրաժարական ուզելու։ Ով թելատրեց ցեզի։ Որ գազագերբությունը թելատրեց։ Թելատրված եք ըլլա դուք ըլլա Կարեկին երկրորդ։ Չգրցակ ժողովուրդը հասկանալ։ Չգրցակ մեղմացնել ժողովրդին ցավը եւ փորձեցիք քաղաքական թաշտ մտնել։ Եվ որ դուք քաղաքական թաշտ կմտնեք եւ ամեն ցեվի հայտարարություններ գնեք փողոցային, ինչու գագնգալեք որ աշխարհականներ ըլլանալոնք իշխանության մեջ գամ քովնդի նույն ցեվի վերապերմունք չունենան ցեզի դեմ։ Չեմ խոսիր ծեր գուսագրոնության մասին։ Այդ բոլորը Փեմինի հետևն են, այդ մասին չեն ուզեր խոսել։ Բայց եկեղեցին լուրջ հարց ունի։ Եկեղեցին վերագանքնումի գարիք ունի։ Փոխանակ վերագանքնումի մասին խոսելու լորդնաշուրթն հայտարարություններ գնեք ընդեմ իշխանության։ Արամ գաթողոս այս է իշխանությունը։ Եթե կոչեք հաջորդ անդրության համոզեցեք ծեր ժողովուրդը, այդ ժողովուրդը որ ցեզ կբահե
եկեղեցին համոզեցեք, որ ուրիշներ կան, որոնք ավելի լավ են, թերևս ավելի խնգարկ են եկեղեցին։ Բայց դուք ցեզի իրավունք մի դակ փողոց իջնելու եւ ձեր օրդնությունը դալու այլ եպիսկոպոսներու, արքեպիսկոպոսներու, որովհետեւ որքան կարելի է նսեմացնեք ներկա իշխանությունը։ Գարձեք չփավեր արդակին ուժերը, թե ինչ կնեն հայրենիքի թեմ։ Մեկ հատ հայրենիք ունենք։ Ինչպես պիտի փրկենք այդ պիտի լամեր բոլորին ցավը։ Այդ ուղղությամբ շատ բան ունի ընելիք եկեղեցին։ Դուք գացին արած կհարվածեք այդ փոքրիկ Հայաստանը, որ հազիվ ոտքի կանգնած է։ Գնայք ինչպես է 4 կողմը։ Համաշխարհային պատերազմին նույնիսկ վախեր կան։ Այս բոլորը մեկ կողմ թրածեք, ձեր հաշիվները լուծելով կսպաղեք։ Հետևաբար աժան հայտարարություններ մինեք, եթե կհավատաք իսկապես միության, միացեք, կորզական ցույց տվեք։ Եթե կհավատաք, որ դուք զորավիկ պետք է կանգնիք էջմիածին, ցույց տվեք կորզական, միասին նստեցեք, եպիսկոպոսական ժողով մրեք, որովհետեւ եկեղեցիեն ներս քոյտուն ունեցող դակնապներուն լուծում առաջարկեք։ Ասկայն եկեղեցական ժողով չի եղած Կարեկին Կաթողիկոսի 25 տարիներուն։ Արդյոք որևէ նվիրապետական աթոռներն մեկում մտքեն անցած է, որ վեհապար անպայման մենք եպիսկոպոսական ժողով պետք է ունենք, որովհետև եկեղեցին դժվարություններու արժև է։ Վերագանքնումի ինքնակնության պետք ունի։ Այս բոլորը մեկտի ցկացեք։ Եկերեք քաղաքական ասպարեզ, քաղաքական թաշտ, գսպարնակ ներկա իշխանության։ Այդքան եթե հրաբուրված եք քաղաքականությամբ, թողուցեք ձեր սքեմները, գուսակցությունը յազմագերբեցեք ընդեմ իշխանության, հաջորդ անդրության, եթե գրնակ, եկեք իշխանության։ Բայց փողոցային սևերով, այսպիսի դակնաբալի օրերուն, մի իջնեք հարաբարակ և մի բահանչեք իշխանության դաբալումը, որովհետև այս է մեր ունեցածը, փրկենք այս փոքրիկ Հայաստանը, հետո կմտածենք, թե ինչ կրնան գնել։ Չմոռնաք, եկեղեցին միշտ կսենք, կարևոր թեր ունեցածը, այո, անկախ է եկեղեցին, բայց նույնադեն եկեղեցին բարեական բարդավորություն ունի, զորավիկ կանգնելու իշխանության, ով գուզել այդ իշխանությունը, եւ ոչ թե պիտի համախմբվի դաբալելու իշխանությունը, որ ժողովրդի կողմէ ընդրված է։ Հոս է թերթերությունը եւ ձեր հրեդորապանութենեն հերու գեցեք այլևս։ Ժողովուրդը հոգնած է ձեր հրեդորապանութենեն, որովհետեւ խոսքեն օրմը կորձի չեք անցած։ Ժամանակն է երկու կաթողիկոսներ խոսքեն կորձի անցեք եւ փրկեցեք հայաստանյաց առաքելական եկեղեցին, որովհետեւ հայաստանյաց առաքելական եկեղեցին ջահիջի մեջ է եւ պետք ունի ինքնամաքրման եւ անցանական մսի ինվերսիապանս այդ պիտի լա։ Եթե դուք չհավաքվիք եկեղեցին փրկելու, ցեզի կվստահեցնեմ, որ հարկ լուծեզորենս ժողովուրդը ինքը դեր պիտի կանգնի իր եկեղեցվո եւ պիտի կա խորներամ հայ եկեղեցին մաքրելու։ Ինչ սևով ժամանակը ցույց կտա։ Պիտի չզարմանամ, որ Վարոն Ոսկամ Ղեթարյանին նկարագրած այն հոյագապ բորդկումի, համասկային բորդկումի պատկերը գրեթե ամենտեղ գրկնվի։ Եվ հիմա արդեն իբադի մեր ժողովուրդ արդեն լավապես իրազեկված է, որ շատ հանգիստ կերպով մենք իրար աչքի մեջ նայելով հստակ կերպով ասել, որ մեծ ընտանին Գիլիգիո կաթողիկոսությունը բռնազավթված է ռսաստրուկ եւ օդար երկրա ծառայությունների կորզակալ տաշնակցական իրենց ղեկավար classify-նող ոչրակորձ
սդախոս, թալանչի, ինչ միկրոբ կան է գրնակ թնել իրենց վրա, մեմնալ, իբրև թե իրենք սոցիալիստ են, հանկարծ փեմեվի վրա գտեսնենք, որ իրենց դապադը մի քիչ վեր կբարձրացնեն, որ քուլբան երևա, որ իրենք փամվորական մարդիկ են, ամենամեծ սդախոսներն են, ամենամեծ գեղձավորներն են, եւ պիտի չզարմանամ, որ Արամ վեապարը ներքուստ արդյունք կթափե։ Պիտի չզարմանամ, օրը որ բացահայտվի, պիտի չզարմանամ, որովհետև ես Արամ վեապարին լավ օրերուն եւ որ այս սրիգայությունները չէին բայթած եւ աս զայրասջան թավաջանական սորոսական ռսաստրուգ KGB-ական տաշնակցականները որ ճուրին երես չէին ելած լավ օրերուն լավ հայրաբեդ էր հիմա էլ գխորին որ որոշ չափով բայց ինչ էր ես իր պաշտպան փաստաբանը պիտի չլամ ինքը ոչ իմ մորակրոջս կամ հորակրոջս դղան է ես կհետևիմ մեր ասկի քերակույն շահերու պաշտպանության սկզբունքով ուրեմն մեծնդանին գիլիգիո կաթողիկությունը հիմա կարող ենք արդեն պաշտոնավես հրճագել սովետ բոլշևիկյան կաթողիկություն իսկ ամենացավալին ամենամեծ ցավը մայր աթոր Սուրբ Էջմիածինը դակավին կշարունակի մնալ բոլշևիկյան սովետ ամենահայաց կաթողիկություն գիտենք որ անալ կգարավարվի ռսաստրուկ հին քողապետական Ղարաբաղյան մաֆիայի գոմե որուն եւ մաս կգազմի Քարեքին երկրորդը բայց նայեցեք սիրելիներ մի ասեք որ ինչու հետազոտող լրագրող Ապո Չապարյանը գխոսի նաեւ Լոս Անջելեսի մեջ դեղագայված նույն մաֆիայի գծորդներու մասին Պետք է խոսենք, մենք պետք է խոսենք, որովհետև մենք պետք է ֆեդերալ մտածելակերպով մոտենանք։ Չենք կարող ասել միան մայրաթորի մասին խոսենք Լոս Անջելեսի մեջ եղած մաֆիոզի դարերը հանկիստ હોય, չէ, անակ բան չի կրնարել։ Ամենը պետք է բացահայտվին։ Ուրեմն Լոս Անջելեսի մեջը ես ասկեց առաջ իմ հոդվածներու շարքի մեջը բացահայտող հոդվածներու շարքի մեջը I have positively identified. Ես հստակ երբ ինքնությունը նշած էի Հովնան Դերդերյան Չարքեպիսկոպոսը մաֆիայի մաս կգազմե։ Ասեմ թե ինչու։ Հովնան Չարքեպիսկոպոս Դերդերյանը նույն այդ մաֆիայի մաս կազմող անբաժան մեկ մասնիկը Արա Աբրահամյանի բադի մոդիկ ընկերները եւ Հովնան Չարքեպիսկոպոս Դերդերյանը կամպեյնինգ ըրավ Արմենիան թեմեններս մի քանի տարի առաջ Լուսանգարը պիտի ցույց տամ ցեզի ուագի ես այդ մասին հստակ քրած էի եւ այն ժամանակը ես շատ լավ բարեկամական հարաբերություններ գխորեի որ գզարկացնեի թեմագալ առաջնորդ Դերդերյանի հետ բայց բանից դուրս եկավ որ սրիգաներուն սրիգան է եւ թավաջաններուն թավաջանն է ինչպես որ Սամվել Ղարաբեդյան դաշի Սամոն 30 միլիոն դոլար Թրամփ դվավ փողերու լվացման համար եւ իր լուսանգարը Գդրիչ Ներսեսյանը թրավ մայրաթոր Սուրբ Էջմիածնի այդ Սուրբ սրբագյաց հողի վրա գանկնած վեհարանի մեջը Հիսուս Քրիստոսի նկարինքով ասկեց ավելի մեծ սրբաբուծություն ուրդեղ կարելի է։ Բայց գիտեք ինչ, Քարեքին B Գդրիչ Ներսեսյանեն ամեն ինչ կարելի է ակնկալել։ Կարելի է ակնկալել, որ Քարեքին B-ի Գդրիչ Ներսեսյանի արունագից եղբայրը, որ նույնքան գեղդոդի մեկն է, մանգաբիզի մեկն է, Արժանտինայեն որփացած 13-14 տարեկան բադանին որ ծնողքը գործունեած էր ինքնաշարժի արգազի պատճառով իր ամիջական մոդիկները իր մեջը հոգևոր ծառայության գոչում տեսնելով մայրաթոր Սուրբ Էջմիածին գրգած են երեխային որ այնտեղը
վարդապետություն ապեղալ եւ խորանա հոգեվոր ծառայության մեջը եւ այնտեղը բազմաթիվ վկաներ կան եզրաս կոչեցյալը եզրաս հիմա վերաթարնանք Դաշիր Սամոին Դաշիր Սամոն ռզասրուկ օլիգարխ մնե արդյոք դուք նույն անձնավորությունն եք բարոն Դաշիր Սամո որ 22 թվին եւ որ Արցախը բլոկադայի դագեր դուք արդյոք նույն այդ էլեկտրացանցերու ղեկավարն եք կամ փայադերն եք եւ սկսակ այդ էլեկտրացանցերը ցածբերը դուք եք եթե դուք չեք գուզեի որ կոմենտի դագը կրեին հերոսատիտորները որովհետեւ իմ եւ մյուս հայրենագիստերուն հիշողությունը թարմանա իսկ ինչ կվերապերի Դաշիր Սամոին ըստորիններու ըստորին 30 միլիոն դոլարի այդ նվիրատությունը այդ 30 միլիոն դոլարը ոչ միայն ինքը դված է Գդրիչ Ներսեսյանին այլ Գդրիչ Ներսեսյանին օժդած է Սանտադարական այո Սանտադարական իր սատանայական ծրագիրներ իրականացնելու համար հայ ժողովրդին թեմ այսինքն գրտնաբադիկ, երաբադիկ, քարաբադիկ ոչ թե աբասկային, հակասկային զենքի վերածված է այդ գումարը։ Ինչու այդ 30 միլիոն դոլարը 44 օրյայի ժամանակ, 2016-ի քարորյայի ժամանակ եւ ընդհանրապես Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանակցին երկարած այդ ներխուժումները կամ ասենք բոդոնցկությունները բացեցնելու համար ինչու բարոն Դաշիր Սամոն չփարեհաջեցավ հայ զինվորին եւս մեկ փամփուշտով օժդել Ինչ է ձեր պատասխանը բարոն Սամո ինչպիսի արդարացում ունիք դուք եւ ձեր նմանները հրամեցեք արդարացեք եթե գուզեք ձեր խոսքը ասել մենք սիրով գլսենք բայց ասելիք չունիք դուք արդեն այդ թավաճանական ցանցին անկագդելի անբաժան մեկ մասնիկն եք արդեն դուք բոլոր բարեական իրավունքները գործընծուցած եք ինքնարդարացումի իշարս Արա Աբրամյանին իշարս Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանին Սաշիգին ադալսեմ Գիշեք ծեր լավակույն ընկեր Գդրիչ Ներսեսյանի զարմիգը մի քանի արիտներով ադրջանագով եկեղեցիկ ասացի տրամաշորթության համար գրնակ պատկերացնել լուրչունիք անշուշտ է լուրունիք որտեղ դուք ալ մեղսագից եք դուք այդ համագարքի մաս կգազմեք դուք այդ նույն համագարքի մաս կգազմեք որ թեմ է այն ամեն ինչին որ հայկական է թեմ է հայկական պետության թեմ է հայաստանյաց արաքելական սուրբ եկեղեցվո թեմ է ասկային քաղաքապարախոսության որովհետև ծեր շրջանագի մեջը նորմալնի գսեք ասկային քաղաքապարախոսությունը սուտ կատեգորիա է դուք եք սուտ կատեգորիան դուք վրիբած կատեգորիա եք ռադներդ քաշեք վադակույն թերքում դուք ցեզի դնային գալանքի դակ թրեք ապա թե ոչ Հայաստան աշխարհը ազատ թողեք հանկիստ թողեք հիմա վերադառնանք մեկ այլ թեմային դուք գիտեք չէ եզրաս ինչպես Մոսկվայի մեջ ոնց որ այդ Արժանտինայի անպաշտպան ծնողազուր երեխային բղձեց այս անգամ հասակագից դղամարդկանց հետ է քնում չէ գիտեք չէ եւ այսպիսի մարդուն դուք կբահեք Հայաստանյաց արաքելական եկեղեցու Նովորասիա Նովոնախիչևան ուրեմն որպես թեմակալ առաջնորդ չեք ամշնար դուք եթե այդքան անհավատ եք եւ եթե այդքան ոչ մեկ աղերս չունիք ապա ուրեմն հանկիստ թողեք եղբայր սիկտինիդ քաշեք այո սիկտինիդ քաշեք որպես աշխարհական ցեզ հետ խոսիմ եւ լավ իմացեք եթե KGB-ին եւ հետակային FSB-ին ըսպիրքի գարույցները վնասազերծեց Չագերդյալ եւ
ղեկավարներուն ինչ որ մի գերբ քնեց կամ շանտաժի ճանապարհով լրեցուց կամ կորցակալ դարձուց ես ցեզի կվստահեցնեմ ըսպիրքի մեջը լայն ծեր երևակայեն ավելի լայն շրջանակներ կան 88 տարեկան այո 88 տարեկան որ պատրաստ են ամեն ինչի գնալու պաշտպանելու իրենց ինքնությունը ազգային արժանապատվությունը հայկական պետականության ինքնիշխանությունը անկախությունը պաշտպանությունը ժողովրդավարությունը այո պատրաստ են եւ հանգած չփորձվիկ նույնիսկ թույզն անգամ գասկած ունենալու ադոր վրա ես հբարդ եմ որ եւ Հայաստանեն ներս եւ արտերկրի մեջ մենք ունենք արդեն ոսկյա սերուն եւ այդ ծեր 30 միլիոն դոլարներով չեք կարող թփրդալ խորելով որ դուք ամեն ինչի ընդունակ եք եւ այդ բոլոր թալանները որ դուք իրակորձած եք հայոց փանակը թալանած եք հայոց պաշտպանության բյուջեն գողոպտած եք եւ ամեն գերբ գործեք ծեր թալանը բահելու համար նախարարությունները ներս բահել ծեր ստրուկները ծեզի ենթակաները եւ ես շատ լուրջ մտահոգություն եմ այս մասին պետք է որ հայկական պետականությունը ղեկավարող այսօրվան պետական պաշտոնատարները շատ լուրջ կերպով հետևին ոչ միայն հետևին այլ վերահսկեն որովհետև որևէ ժամանակ եւս մեկ հոկտեմբեր 27-ը գրնան փորձել իրականացնել ինչպես որ բարոն Մխիթարյանը քչերած նշեց այս մարտիկը ընդունակ են ամեն ինչի